Տեսեք արդեն վրան թուղթը եզրով համաչափ թուղթ ստացանք։ Բարակ գրեթե թափանցիկ այս շերտն ի վերջո կվերածվի չափազանց թանկ վերականգնման թղթի, որն օգտագործում են Մատենադարանի վերականգնողական բաժնի մասնագետները մեծարժեք ձեռագրերի վերականգնման ընթացքում։ Տարիներ շարունակ վերականգնման թուղթը ներկրում էին Ճապոնիայից, որտեղ թղթի պատրաստման վարպետների դինաստիաները դարերով մշակված հմտությունները փոխանցում են սերնդից սերունդ եւ այսօր այդ գաղտնիքները 7 փակի տակ են պահում։ Մեր հայկական հումքով եւ տեխնոլոգիայով վերականգնման թուղթը ստանալու մասին Մատենադարանի վերականգնողները երազում են արդեն 10 տարուց ավելի։ Ուսումնասիրությունների ու փորձարկումների բարդ, ժամանակատար եւ աշխատատար գործընթացը բերել է ցանկալի արդյունքի։ Մեր վերականգնողներն արդեն աշխատում են հայկական թղթով, նախ եւ առաջ սկսել են հումքի հայթայթումից։ Նախ անհրաժեշտ բույսերն էր, ծառատեսակներն էր պետք, որ հայթայթեինք, որպեսզի կարողանայինք այդ տեսակների արդեն բուսատեսակներով պատրաստել համապատասխան թուղթը, որովհետև ինքը իր որակական հատկություններով ամենաբարձրն է համարվում աշխարհում, դրա համար է օգտագործվում որպես ձեռագրերի, փաստաթղթերի, վավերագրերի համար առհասարակ թղթե հիմքով նյութերի վերականգնման համար որպես թուղթ։ Այսօր արդեն Մատենադարանում պաշտոնապես բացված ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրամասը գործում է ամբողջ ներուժով եւ կարող է ապահովել բաժնի մեծ պահանջարկը։ Օգտվում են թթազգի ծառերից, թզից եւ այն ծառատեսակներից, որոնք շատ փոքրիկ մանրաթելեր ունեն։ Ստացված նյութը ծեծելու արդյունքում զանգվածը ջրում բացելով ստանում են համաչափ զանգված։ Ի վերջո ճապոնական ցանցերի վրա ստանում են թանկարժեք թղթի շերտերը։ Սա այդ ցանցերն են, սա առաջին մեր պատրաստած օրինակներն են, մեր առաջի փորձերը, որ կիրառել ենք այս ցանցի միջոցով էր, բայց հետո հասկացանք, որ ճապոնացիները ավելի վարպետորեն են պատրաստում եւ պետք է օգտվենք իրենց պատրաստած ցանցերից, որը ձեռքով է էլի հյուսվում։ Հասցրել են նաև անբարել անհրաժեշտ ծառատեսակների մի որոշակի պաշար արտադրական շղթայի անխափան գործունեության համար։ Այս արտադրամասի ստեղծումը Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրերից էր եւ այսօր, երբ այն արդեն իրականացել է, Արա Խզմալյանը խոսում է ոչ միայն աշխարհասփյուռ ձեռագրական ժառանգության վերականգնման ներուժի, այլև բացարձակ ինքնաբավության եւ ձեռնարկատիրական գործունեության մասին։ Այս արտադրամասով մենք հարաբերական անկախություն ենք ձեռք բերելու թղթի միջազգային շուկայից, դառնալու ենք ինքնաբավ, կարողանալու ենք այս թուղթը օգտագործել նաև նշածս կենտրոնների, ձեռագրական կենտրոններում վերականգնման աշխատանքների ժամանակ եւ ինչու՞ չէ, իբրև կառավարիչ, իբրև տնօրինություն մենք չենք կարող չմտածել նաև ձեռնարկատիրական գործունեության մասին եւ նախնական զրույցները ցույց են տալիս, որ տարածաշրջանում հաստատ կա կարիք մեծ թվով վերականգնման թղթերի։ Այժմ Մատենադարանի վերականգնողական բաժնում վերականգնում են մշոճ առնդիրը, աշխատում են մեր արտադրամասի ստեղծած հայկական վերականգնման թղթով։ Նոնե Ալեքսանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։